ասեմ, որ պարոն Սիմոնյանը հրավիրում է մի երկրի խորհրդարանի ղեկավարի Հայաստան, որը դեռևս Հայաստանի հետ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չունի, այլ որպես պետություն դեռևս չի ճանաչել։ Եվ Հայաստանի խորհրդարանում չկա Հայաստան-Ադրբեջան բարեկամության խումբ, իսկ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ստորագրել է Արլեն Սիմոնյանի քաղաքական ղեկավարը 2020 թվականի հուլիսին, Ադրբեջանը մինչ օրս ճանաչված է որպես Հայաստանի համար անվտանգային սպառնալիք ներկայացնող պետություն։ Արլեն Սիմոնյանը 2021 թվականին ստորագրել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդան լրություն ես չեմ վերջացրել, լրություն չեմ վերջացրել 2021 թվականին Ուրեմն Սիմոնյան, սպասեք ավարտին օր 2021 թվականին ինքը ստորագրել է Հայաստանի եւ Արցախի խորհրդաների միջև համագործակցության հանձնաժողով հանձնաժողովի նախագահն է Արցախի ազգային ժողովի նախագահին չի ընդունում, բայց Գաֆարովային, որը անվտանգության սպառնալիք ներկայացնող պետություն է, հրավիրում է առաջի ադրբեջանցի հասկանալի է, խնդրեմ ձեր գործընկերները Լեռնային Ղարաբաղը լուծարել են եւ դրա համար ազգային ժողովի Լեռնային Ղարաբաղի ազգային ժողով որպես իրավաբանական կառույց գոյություն չունի ձեր գործընկերները Հիմա դուք եք լսում Հայաստանի հիմա դուք եք լսում Ես կարող եմ պատասխանել Ես կարող եմ պատասխանել Հիմա դուք եք լսում Ես ուրեմն նախ դուք լուծարել եք Լեռնային Ղարաբաղը եւ երկրորդը դուք եղել եք Ղարաբաղը կտրեմ ինչ է խոսում ինք ազգային ժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղն եք լուծարել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որոնք ձեր գործընկերները լուծարել եւ երկրորդը Բավորը տենց, ասում եք, որ դա մեր թշնամին է, մենք չենք ճանաչում, Սամվել Կարապետյանը, լռեք, ես կարող եմ վերջապես պատասխանել այս համակրելի ազնվորության հարցերին։ Նիկոլ Փաշինյանին ճանաչում եք, Պարոն Ղազարյան, մի հատ էլ խանգարեք, Պարոն Ղազարյան, մի հատ էլ խանգարեք, ձեր ձայնը կկտրեմ։ Ներա, տարական էթիկա ունեցեք, ինքը ձեզ լսեց, հիմա դուք իրան լսեք։ Բայց ակնես սուտ։ Ձեզ ինքը ինչ ասում, դուք ձեր տեղ կպատասխանեք։ Իա դարդն եք ընկել։ Մեր երկրի դարդն է, որ ազգային ժողովի նախագահը։ Ձայնը կկտրեմ։ Եթե դուք պնդում եք, որ այդ ամեն ինչ տենց թշնամական եւ այլ 44 օրյա պատերազմը երբ որ սկսել էր Սամվել Կարապետյանը Ռուսաստանից ինչեր հավասարության նշան դնում պատերազմող Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մեր երեխաները լռեք։ Մեր հարևանները, մեր երեխաները ես պահանջում եմ վերականգնել իմ ժամանակը։ Մեր երեխաները, մեր տղայքը զոհվում էին Սամվել Կարապետյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հավասարության նշան էր դնում։ Այ գնացեք, այ դա բացատրեք, մեկ էլ բացատրեք Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որը որ Տիկին Գրիգորյանը, դուք եւ մնացածները տենց ողջունում եք, ինչի լուծարեցիք Լեռնային Ղարաբաղը, հետո եկել եք ինձ ասում եք, բա դուք Լեռնային Ղարաբաղը չեք ճանաչում։ Պարոն Սիմոնյան, Տիկին Գրիգորյան Արձագանք ունեմ, լսեք 2020 թվականին դուք որպես ազգային ժողովի փոխնախագահ ղեկավարել եք ազգային ժողովի դիտորդական առաքելությունը ազգային ժողովի նախագահի, ազգային ժողովի եւ Արցախի նախագահի ընտրություններում։ Այդ ընտրության արդյունքում Արայիկ Հարությունյանն ընտրվել է Արցախի նախագահ եւ ձևավորվել է հիմա դրանք Ադրբեջանի բանտում են։ Դուք որտե եք Ինչից եք խոսում։ Ում պաշտոնավարաշրջանում այլես ողբերգությունները։ Ում եք այսինքն մենք ենք բերել։ Հեսա մենք կլենք իշխանություն, կտեսնեք թե իշխանությունը ուժեղ Հայաստանում ոնց է։ Հարցը հասկացել ենք, խնդրում եմ։ Դրանից հետո դուք իշխանություն եք վերցրել Լեռնային Այսինքն ոնց եք վերցրել եք իշխանություն։ Նույնը անելու եք Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն ծոծորակներդ կտեսնեք Հայաստանի Հանրապետությունում դուք եք ինչ-որ Ղարաբաղում արեցիք չեք։ Այս դուք եք հիմա Հայաստանը դարձնում Արցախի Սամվել Կարապետյանի հավասարության նշանի պատասխանը Սամվել Կարապետյանը թե ինչ հավասարության նշանը Դավիթ ձեր նախարար Դավիթ Տոնոյանն է Քանթեն պարոն Ես խնդրում եմ լռություն, եկեք լսենք իրար։ Այո, այստեղ պատմական սխալ թույլատրվեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունը չի լուծարել Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը եղել է Հայաստանը։ Հայաստանի իշխանություններն են ղեկավարել բոլոր process-ները։ Հայաստանի բանակն է ղեկավարել պաշտպանության բանակը։
Հայաստանի ամբողջ աջակցությունը գոնե պետական, ֆինանսական, ինձ լավ գիտեք, տարեկան 300-400 միլիոն դոլար մենք աջակցել ենք բոլոր խնդիրներով Արցախին եւ Արցախը տրվել է ոչ թե Արցախի իշխանության, այլ Հայաստանի իշխանությունների պայմանավորվածությունների արդյունքում պայմանավորվածությունների Պարոն Բերբերյան, խնդրեմ։ Պրագայում դուք եք ստորագրել, Պարոն Տիկնայք, պարոն Բերբերյանը եւ պարոն Թադևոսյանը որ այդ տարիքում դուք Պարոն Սիմոնյան, Կեղտիկ է պարոն Սիմոնյան, կեղտիկ է, որ Ղարաբաղը ինքն էլ Չեղավ այսպես, պարոն դա ձեր Մանուկյան։ մեղքն է։ Պարոն Հայաստանի իշխանությունների վրա է։ մյուս գործընկերները Պարոն Թադևոսյանը եւ պարոն տասնական քիչ են Բերբերյանը խոսում, երկար չեն խոսել։ Հիմա պետք է լսենք իրենց եւ խնդրում եմ հարգանքով չընդհատեք, չաղմուտեք, Ես խնդրեմ։ հարգարժան գործընկերեն եւս մեկ անգամ կոչում ամ, այդ խնդրից խոսում ենք, ամենից դրա լուծումը խոսենք։ Հիմա մենք մեր ուժի կարծիքով, այո, մենք սանթվականություն ենք պարտություն, այո եւ հանձնվել է, այո եւ ազգային շահը ոտնահարվել է եւ դավաճանվել է կամ ոնց ուզում եք պիտակավորել, այո։ Այսօրվա գործող իշխանությունը, որ ապազգային դա բնականաբան, բայց որ նաև մեր այսօրվա այս քննարկումը գրում ենք ոչ կառուցողական հունով, դա էլ է բնական։ Եկեք խոսենք այն բանից, որը որ մեզ բանկտեվ ընտրողին կօգնի մարտնընտրություն անի այսքան ուժերի մի ժողովուրդ ջան, ինչից ենք խոսում, ստե հավաքվել ենք, կներեք իհարկե։ Պարոն Թադևոսյան։ Պարոն Թադևոսյան, խնդրեմ։ Ես առաջարկում եմ մեր ժողովրդին նախ եւ առաջ, որպեսզի շատ շնորհակալ եմ հանրային հեռուստատեսությանը այս ֆորմատի համար, որովհետեւ մի տեսակ լուստրացիա է լինում եւ մեր ժողովուրդը իր աչքերով տեսնում է, թե օրենտացված ուժերը, որ օրենտացիա ունեն դեպի հյուսիս կամ դեպի, չգիտեմ, որ երկիր, ինչ բառապաշար ունեն, ինչ խոսույթ ունեն եւ ինչ հարված են հասցնում Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը։ Ես առաջարկում եմ մեր ժողովրդին այս դիսկուսից հետո իրենց ընտրությունը անեն բացառապես Հայաստանակենտրոն, բացառապես հայկական լեզվամտածողություն ունեցող ուժերի ու մարդկանց օգտին, որպեսզի դրանից հետո այսպիսի դիսկուրսներ չլինեն, որպեսզի դրանից հետո այն մարդիկ, ովքեր որ կործանեցին Շնորհակալություն եմ հայտնում մեր դե չգիտեմ ինչ արեցին նայեք այստեղ շատ մարդ Դուք հատեք, հասկացեք, մի անգամ մի բան ասեք, հասկացան մի բան ավելացնեմ, մեր քննարկումից ցույց ուժերի մեջ կան մի խումբ ուժեր պրո-արևմտյան, մի խումբ ուժեր պրո-ռուսական ու սպասարկում են դա, ես հայկան շատ սպասարկող չեմ տեսնում, բացի մեր զրույցները դա բացի ժողովրդական համախմբում կուսակցությունից, որը այս բան ուղղակի Թույլ տվեք պարոն Թադևոսյանը ավարտի, խնդրեմ։ Այո, շնորհակալություն։ Ես առաջարկում եմ մեր ժողովրդին, որ քանի որ մեր պետությունը պարլամենտական կառավարման ձև ունի, ես առաջարկում եմ մենք անցնենք այդ պարլամենտարիզմին, խոսենք կուսակցություններից, ովքեր կառուցողական դիրքորոշում ունեն, ովքեր ուզում են ցանկություն ունեն մեր պետությունը, մեր պետականությունը հասցնել այն մակարդակի, որ մեր հետ էլ չխոսեն շանտաժի լեզվով, մեր հետ էլ չխոսեն, հասկանում եք։ Էդգար Ղազարյան։ Մի րոպե Տիկի Սաղյանն է հիմա խոսում, պարոն Ղազարյան։ Ես ձեզ հարց եմ տալի։ Դուք երբևիցե ասել եք, որ Հայաստանի սահմանում սակրավոր է զոհվել, ասել եք այդպես բան։ Ես այն ինչ որ դուք վկայակոչում եք, այդ մասին խոսել եմ 2024 թվականին։ Լավ չէ կարևոր խոսել եք։ Դուք գիտեք ինչ մասին եք խոսել։ Դուք զինվորի մասին եք խոսել, որ երկիրապահ։ Դու ընդհանրապես գիտես ինչ ես խոսում։ Դավաճանների մասին։ Դեսի առաջի դավաճանը դու ես այդ տղա։ Անջատեք պարոն Թադևոսյանի միկրոֆոնը։ Դամու մուտքը մեր երկիր ապահովելու համար։ Մոռացել եք դավաճանությունների համար կանգ տվել։ Մեր սակրավորների խնդիրը տարածքը ականապատելն է, դամու մուտքը փակելը։ Ռուսաստանի բաներն աշխատողներն եք, ստե չեմ հասկանում։ Ձեր պետությունը ուր է։ Դա հասկանալու համար շատ բան է։ Ազգային պետական գաղափարը ուր է։ Հասկանալու համար ահագին բան է պետք։ Շատ է, պարոնակ, տիկնակ եւ պարոնակ, ժամանակը սպառվեց, հիմա խնդրեմ ձեր հետ հարց տալուց։ Ասում եմ, ես ուրախ եմ, որ եղել է, ուրախ եմ, որ Ստում ես սա դու դա մենը դրա տարածած բաներն ես, վիդեոներից ես, ես ամբողջականն եմ ասում։ Ես ամբողջականն եմ ասում։ Որ դավաճանությունը ականազերծել տարածք ազերծտամուն։ Սակրավորի խնդիրը տարածք ականապատելն է։ Իմացար ես ինչ եմ ասում։ Ի տարբերություն իրանց էթիկապես մի քիչ ավելի բարձր մակարդակի Սակրավոր կա թող զոհվի,
Հիմա ասում եք իրա Պարոն տարածես։ Սիմոնյան, մի րոպե, շարժական եք պարոն Ղազարյան, պարոն Մեհրաբյան։ Զոհերից խնդրեմ։ խոսալուց։ Պարոն Ղազարյան, ես եկել եմ այստեղ, որ դուք չխոսեք, խնդրում եմ։ Պարոն Մեհրաբյան, ձեր Հարցը պարոն Սիմոնյանն ուղղված, Ալեն Սիմոնյանին։ Պարոն Փաշինյանը բազմիցս նշել է իր ելույթներում, որ գալով իշխանության, ծանոթանալով փաստաթղթերին, բանակցային փաստաթղթերին եւ այլն, որպես աքսիոմատիկ ճշմարտություն ներկայացնում, որ Ղարաբաղը արդեն հանձնված էր եւ վերջ, կամ ավելի ճիշտ ասում է, որ Ադրբեջանի կազմից դուրս որևէ տարբերակ չկար Արցախի գոյության։ Այդ դեպքում խնդրում եմ հիմնավորեք, թե ինչ տրամաբանությամբ եւ ինչ հիմնավորումներով եք 20 թվականին մտել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ եւ կատարել մեծագույն հանցագործություն իմ կարծիքով բազմաթիվ զինվորների ուղարկելով գիտակցված մահվան եւ լավ, եթե ավարտվել է։ Եթե դուք չեք նկատել, մենք չենք մտել պատերազմի մեջ, այլ Ադրբեջանն է հարձակվել եւ այն հայտարարությունը, որ հաշվի առնելով, որ բանակցությունները արդեն փակուղում են եւ շարունակելու որևիցե հնարավորություն չկա, մենք դրա համար ենք հայտարարել, որ մենք ուզում ենք զորական կետից սկսենք, որովհետեւ նախորդ բանակցությունները, բոլոր բանակցությունները եղել են այս կամ այն ձևով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մեջ պահելու մասին եւ ամբողջ ընթացքում բոլոր փաստաթղթերը հիմա որ վարչապետը հրավիրում է բոլոր ընդդիմադիր ուժերի հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարներին եւ նրանք խուսափում են եթեր գալուց, այդ խոսակցության համար է հրավիրում, այդ դրա համար է հրավիրում եւ նրանք չեն գալիս։ Հիմա Ես հասկանում եմ, որ դուք այդ ուժերից չեք, բոլոր այդ ձեր հարցերի պատասխանը վարչապետի ելույթներում կա։ Ավել բան, եթե դուք ուզում եք փաստաթղթերի բացել եւ այլ, ավել բան ցավոք սրտի եթերով ասել տեղին չի։ Եթե կարելի արձագանքել։ Այո։ Կամ տված էր արդեն տարբերակ չկար։ Եթե ձեծ գետից եք սկսել, ուրեմն դուք եք տվել, ճիշտ է։ Ճիշտ է։ Որովհետև տալ նշանակում է չկրվել դրա համար, իսկ մենք կրվել ենք միջև վերջ։ Այսինքն ամեն եք տվել, մի քանի հազար զինվորներ եք տվել։ Ոչ մի բան չի տվել, հանգստացեք։ Ուրեմն, երբ որ ամբողջ ընթացքում բանակցությունները եղել է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը այս կամ այն ձևով մնալու Ադրբեջանի կազմում։ Իսկ մենք կրվել ենք, որովհետև վարչապետը ազգային ժողովում հարց է տվել այդ օրվա ազգային ժողովի ներկաներին, ասել է ինչ ենք անում։ Եվ մենք կրվել ենք, մեր տղաները կրվել են։ Ես խնդրում եմ, իմացել է, որ տարբերակ չկա, հաշվարկներ ունեցել է, հաշտելու։ Ռազմական հաշվարկների մասին եք խոսում, ցանկացած հաշվարկ։ Պարոն Ասիմյանը, առաջին Ձերքտա բոլորին չեն կարող միանգամից դառնալ։ Բայց ես իմ պատասխանը չստացա։ Ասես պարոն Փաշինյանն ասել է, չի ասել։ Դուք 4 անգամ հարց տվեցիք։ Խնդրեմ։ Ես մի բան չեմ հասկանում, ներողություն էլի, ես մի բան չեմ հասկանում։ Ավարանց գորալի եւ կա։ Հա, ես ուզում եմ տրամաբանեմ։ Եթե հիմա պարոն Սիմոնյանը ասում է, որ իրանք այս սենց ուժեղ, տես պաշտպանում էին Արցախը բան, սենց, չէ, Ղարաբաղը կներեք։ Սիմոնյան, դուք Արցախ չեք ասում։ Արցախը, հայ, դե ես իրանց եմ ասում։ Բայց իմ մոտ տրամաբանական հարց է ծագում։ Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում, որ Արցախը օձիք է ու ներկայացնում էր Արցախի հանձնումը, կամ չգիտեմ։ Հարցը հասկանալի է։ Հա, ես չեմ հասկանում, հիմա որտեղ է, հիմա դա օձիք էր, թե մեր հայրենիքի մասն է։ Խնդրեմ։ Ղարաբաղի հարցը եղել է այն ամենի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես լինի կոնֆլիկտի մեջ եւ երբևիցե անկախություն լիակատար չունենա։ Այսինքն դուք դրական եք հաշվում Արցախի հանձնումը։ Չեմ հասկանում ինչ եք հարցնում։ Ասում եմ դուք դրական եք համարում Արցախի հանձնումը։ Ես դրական չեմ համարում, ես ասում եմ, որ Ղարաբաղի էջը եղել է դրա համար։ Դուք ձեզ հակասում եք։ Ես չեմ հակասում, ես գնահատական չեմ տալիս։ Ես գնահատական չեմ տալիս, եղել է օձիք։ Պարոն Սիմոնյան, եթե Գրիգորյան ասում են ուրախ են, էլի։ Հազարավոր զինվորների գիտակցված Հիմա Տիկին Գրիգորյանը վաղուց Ավելի շատ ժամանակ են կորցնում վիճելու համար, թե ով խոսի, քան խոսելու վրա։ Խնդրեմ Տիկին Գրիգորյան։ Իրականում այս բոլոր հարցերը նաև 21 թվականին են քննարկվել, այն որ այս իշխանությունները հանձնել է Արցախը եւ դրանով հպարտանում է, դա պատմական փաստ է։ Այս ընտրություններով դրա քաղաքական պատասխանը պետք է տա մեր քաղաքացին, իսկ դրանից հետո էլ իրավական պատասխանը պետք է
թույլատրվի։ Չէ, մի րոպե, բայց քանի ես երկար ժամանակ չխոսեցի, բայց քանի որ մեր քաղաքացիների մոտ միգուցե հարց առաջանա, արդյոք ես ճիշտ եմ ասում թե չէ, խնդրում եմ բացել 25 թվականի Նիկոլ Փաշինյանի հայտնի ուղերձը, որտեղ ինքը ասում է հետևյալը. Մինչև 20 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ հնարավոր տեսական հնարավոր տարբերակն էր։ Մարդը գիտակցաբար չի գնացել բանակցելու, տապալել է բանակցությունները, բերել է արհավիկներ, բերել է հազարավոր զոհեր, հազարավոր տղաների կյանքը դրել եք զոհասեղանին, միայն թե սեփական աթոռը պահել։ Այդ դա է ձեր իրականությունը։ Պարոն Նահապետյան, տիկին Սախոյան։ Բայց հերթով, կարճ, արագ, խնդրեմ։ Ես մի քանի բանի եմ ուզում անդրադառնամ։ Առաջին այն է ժողովուրդ ջան, որ ես անկազմակերպ, բան մթնոլորտում, տարբեր ջուրի խաղաղություններ խոստանալով, այդ խաղաղություն խոստանալու ընթացքում ներազգային թշնամանքի տարբեր օջախներ հրահրելով, ձեզնից ոչ մեկ ոչ մի ձևի խաղաղություն էլ չի բերելու։ Այս մեկ, երկրորդը, պարոն Ղազարյան, երբ որ Ալեն Սիմոնյանին հարց եք տալիս, որ Արայք Հարությունյանը Բաքվի բանտումը, բա դուք որտեղ եք, այդ լավ հարց չի, այդ բա դուք նկատի չունեմ, որ դա գնա Բաքվի բանտը, ինքս տեի բանտի կոնտինգենտը։ Ամեն դեպքում այդ ձևակերպումը բավականին նման էր հնչում Ալեն Սիմոնյանից, բա դու ինչի չես զոհվել, հարցի լավ հարց չի։ Ինքս տեի կոնտինգենտ։ Շատ է, պարոն։ Եվ վերջի բանը, 10 վայրկյան։ Պարոն Մերաբյան, երբ որ դուք խոսում եք Արցախի հարցից, ես ձեր այդ իմ առաջի շփման առիթն է, ես ձեզ բարեկիրթ ու արժեքներով մարդ եմ ընկալում այս շփման մեջ։ Մի բան իմ մոտ չի կպնում։ Ոնց է ձեր ցուցակի երկրորդ համարը, մի մարդ, ով որ 2022 թվականին Ղարաբաղի շրջափակման ժամանակ ասել է Արցախի իշխանությունը եւ ժողովուրդը մի հարցում միակամ են, նրանք Հայաստանի թշնամին են։ Ոնց այդ մարդը ձեր երկրորդ համարը, այս չի կպնում, մենակ էսա խնդիրը։ Ես ինքս չեմ լսել խնդիրը։ Ես կարող եմ միասին։ Իրան ուղղել այդ հարցը։ Դե ձեր երկրորդ համարն է հանկարծ չպարզվի ազգային ժողովել եք Պատասխանելով է երկրորդ համարը։ Տիկին Սախոյանը, պարոն Մանուկյան, խնդրում եմ զիջեք, դուք էլ կխոսեք։ Պարոն Մանուկյան, սպասեք, պարոն Մանուկյան։ Անպայման կխոսեք։ Խոստանում եմ։ Տիկին Սախոյան, երբեք չի կռվել, Փաշինյանի հայտարարությունն եմ հաստատում, որ մենք կարող էինք ունենալ նույն վիճակը, բայց զոհեր չէինք ունենա, այսինքն իրենք գիտակցված մեր հազարավոր տղաներին տարել են զոհողության։ Ինչ վերաբերում է Արցախին, Արցախի հարցը փակված չէ, եւ եթե մենք առաջին հանրապետության իրավահաջորդությանը չգնացինք, ինչպես Ադրբեջանն ու Վրաստանն են գնացել, ապա Ադրբեջանի կողմից միջազգային դատարան ներկայացված 150 միլիարդը, որը անցյալ տարի հուլիսի 5-ին Ալիևը հայտարարեց, մենք պարտադրված ենք լինելու վճարել 150 միլիարդը, ինչպես եք դուք թողնում մեր սերունդների ու սերունդների, դուք եք վճարել, հիմա պարոն Սիմոնյանը կպատասխանի։ Ինչ եք անել։ Տիկին Սախոյան, չէ, պարոն Մանուկյանն էլ խոսի, կպատասխանի։ Բոլորը խոսեն, վերջում, բոլորը ձեզ են հարց տալիս։ Մեկնաբանություններից զատ կա փաստեր, որոնք շատ ավելի